Այսօր հրավիրվածների ցանկում երևի թե բոլոր այն մարդիկ են, ովքեր որ ամեն մեկ ինչ-որ փոքրիկ կամ ներդրում է ունեցել այս Դաշիր Արենայի եւ Էտերնիա շոուի իրականացման մեջ, թե մեր մտերիմ ընկերություններ, մեզ հարազատ մարդիկ, ընտանիքի անդամներ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարծում են, որ հետագայում նույնպես իրենց ներդրումը կունենան այս շենքի եւ հետագա շոուների մեջ։ Երբ տանից դուրս եմ գալիս, ես այստեղ մոտ եմ ապրում։ Բոլորը հարցնում էին, պարոն Պետրոսյան, երբ է կրկեսը բացվելու, երբ է բացվելու։ Ես ամեն անգամ մտածում եմ ինչ ասեմ, բայց եկավ այդ օրը։ Մենք ունենք մի շքեղ կրկես, որը ունի իր անալոգը ոչ միայն ԱՊՀ-ի երկրներում, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Ինչով է առանձնահատուկ։ Գիտեք ինչ, ես միշտ լինում եմ կրկեսային փառատոնների, որպես ժյուրի անդամ, մեր կրկեսը ունի այնպիսի հնարավորություններ, որը ոչ մի կրկես չունի։ Пытаемся рассказать более понятную историю, связанную, да. У нас есть персонажи, которые идут через все шоу. Мы работаем со специально написанной для нас музыкой, которая исполняется замечательными живыми армянскими музыкантами. Очень много всего, очень много хореографий специально для этого шоу сделаны. Это цирк крупной формы, это цирк в сочетании с театром. Очень волнительный и трепетный момент. Это торжественный день, которого мы очень долго ждали, и мы искренне надеемся на то, что все зрители сегодня по достоинству оценят невероятно прекрасное шоу. И мы очень ждем обратной связи от нашего зрителя. Այսօր մենք բացում ենք ոչ թե նոր շենք, այլ Հայաստանի մշակութային կյանքի նոր էջ։ Դաշիր Արենան այն վայրն է, որտեղ իշխում են անկեղծ սերը, նվիրումը եւ միասնությունը, որտեղ արվեստը եւ ոգեշնչումը միանում են Հայաստանի հանդեպ սիրո հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս երազն իրականություն դարձրեցին։ Եվ առաջին հերթին Սամվել Կարապետյանին։ Հորս, պապ ջան, մեր մոտ հմեն ինչ ստացվավ։